Ահազանգ Մասյացոտնի թեմից հայտնում են, որ Վեդի համայնքի Ոսկետապ գյուղում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։ Կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Համայնքի ղեկավարը Նշան Հովհաննիսյան, որը նաև Վեդի համայնքի համայնքապետի Սարգսյան Գարիկի տեղակալներից է, մի խումբ մարդկանց հետ 4-5 եւ նաև եկեղեցու բարերարը միասին եկան, որոշեցին, որ եկեղեցու բանալիները հանձնեն, մերժում ստացան իմ կողմից, ասացին, որ դուք իրավունք չունեք խառնվելու եւ որոշեցին, որ քանի որ ըստ իրենց սա խաղաղ ճանապարհը չէր, մտածում էին, որ խաղաղ ճանապարհով ես պիտի հանձնեմ ինձ հանձնված խրամատը եկեղեցին։ Ասացին 1 ժամից կգանք, եկեղեցու զամոկները, կողպետները կջարդենք, կփոխենք, դեր իրեն էլ կհանենք, դուրս կդնենք։ Էպիկենտրոնը փորձեց պարզաբանում ստանալ նաև Ոսկետապի վարչական ղեկավարի պաշտոնակատար Նշան Հովհաննիսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Մասյացոտնի թեմը նման գործողությունները անօրինական եւ անթույլատրելի միջամտություն է համարում Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին եւ հոգեվորականների ծառայությանը, հորդորում է անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությունը խոչընդոտող բոլոր քայլերը եւ քահանայի նկատմամբ ճնշումները։ Չնայած ճնշումներին քահանան հայտնեց, որ չի պատրաստվում լքել եկեղեցին։ Ինչ անում են հակաօրինական է, ապօրինի է, ամեն ինչն արձանագրվելու է, ես վստահ եմ, կգա մի օր, որ բոլորը պատասխան կտան օրենքի առաջ։ Ինչքան էլ հիմա օրենքը չի գործում։ Համապատասխան մարմիններին եւ մարդկանց դիմել են։ Եթե բռնի ուժ կիրառեն, խնդրեմ, բռնի ուժով կարող են անել, բայց մեկ կողմից բռնի ուժ չի լինելու։ Սիրով ամենաշնորհիվ։ Տեր Արտաշեսը հունվարի 20-ին աջակցություն էր հայտնել վարչապետի առաջ քաշած այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Հաջորդ օրն արդեն գրել էր, որ ափսոսում եւ ցավ է ապրում իր նախորդ հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու եւ հոգեկան լարվածության։ Մասյացոտնի թեմը հայտնում է, որ Ոսկետապի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցին կառուցված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, եւ որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել նրա գործունեությանը։ Մեր առաջին զրույցից 3 ժամ անց, երբ արդեն լրացել էր եկեղեցին ազատելու համար քահանային տրված ժամանակը, դարձյալ կապ հաստատեցինք Տեր Արտաշեսի հետ, ասաց իրեն ճնշելու փորձ արածները չեն վերադարձել, որևէ գործողություն չի եղել։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։